Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ, շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան մեր հավելնելու համար, ինչպես եւ սպասելի էր, Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ խորհրդարանում ըստ հրահանգ իջեցրեց իրավապահ համակարգին, ձեր խմբակցության որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր կարելու եւ իրավապահները հասցրեցին մի քանի շաբաթում կարել այդ գործերը, ինչ որ հիմա հայտարարվեց, որ գլխավոր դատախազը միջնորդությամբ մտնելու է խորհրդարան Սեյրան Օհանյանի խմբակցության ղեկավարին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու այսպես միջնորդությամբ։ Ինչ գործով, եթե տեղյակ եք, չգիտեմ, ինչպիսի գործ են կարել, նորմալ գործ է, թե Խելքին մոտ չէ։ Անկեղծ ասած ես այդ դետալների մեջ չեմ մտնի, որովհետև կարծում եմ, որ եւ պարոն Օհանյանը եւ Արծվիկ Մինասյանը համապատասխան հայտարարություններով հանդես կգան եւ վստահ եմ, որ ուղղակի այսպես շատ բացահայտորեն կասեն абսուրդայնություն է այս գործի, կբացահայտեն դրա մանրամասնությունները, բայց շատ կարեւոր դիտարկում արեցիք, որ ես ուզում եմ եւս մեկ անգամ վերահաստատել։ Վերջին հարց ու պատասխանի ժամանակ, երբ գրքեր բորբոքվեցին, երբ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հիստերիկ կրիզի մեջ ընկավ, ինքը հենց այդ պահին սկսեց խոսել Սեյրան Օհանյանի մասին եւ փաստացի ուղիղ շեշտադրումներով հանձնարարական իջացրեց, որ պետքա գործը անհապաղ առաջ գնա եւ բառացիորեն արդեն շատ կարճ ժամանակ հետո իսկապես գործը մենք տեսնում ենք, որ արդեն հրապարակայնացվում է եւ գլխավոր դատախազը, ինչպես հասկացանք, հաջորդ քառօրյային, հաջորդ շաբաթ, այսինքն գալու է ազգային ժողով եւ մենք այո կարծում եմ նաեւ այնտեղ պետքա այդ համապատասխան հարցադրումները հնչեցնենք, որովհետեւ դատախազը, չնայած նրան, որ օրինակ կառավարության նիստերի ժամանակ ասում է զեկուցում եմ պարոն վարչապետին, բայց դեռ նման գործառույթ չունի եւ ոչ էլ գործառույթ ունի ուղիղ այսպես բաներով պատվերներ կարելու եւ ինքը պետքա պատասխան տա, եթե ինքը պատրաստ է պատվերներ կարել, այդ պատվեր կարելու համար ինքը պետքա պատասխան տա եւ կոնկրետ հարցեր Դե առհասարակ այս իշխանափոխությունից հետո իրավական առումով պատասխան կտա, բայց նաև քաղաքական առումով ինքը սովորաբար գալիս է քաղաքական գործերով, բայց դա փաթեթավորում է իրավական այսպես շղարշի ներքո, բայց բնականաբար ինքը պետք է նաև բացատրի, թե այդ ինչպես է ստացվել, որ հիստերիկ կրիզի արդյունքում եւ Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է, կոնկրետ ցուցում ա տվել եւ դրանից հետո է որ գործը կարվել է։ Գիտեք, ես հաշվի առնելով մեր փորձառությունը, այսպես ավելի շատ մտավախություն ունեմ, որ որևէ պատասխանատվության չի էլ կանչվելու գլխավոր դատախազը, որովհետև եթե հիշում եք, նախորդ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը Նիկոլ Փաշինյանի կողմից ամենածանր մեղադրանքներին էր արժանացել, էլ սպանության կոծկում, հանցագործությունների պարտակում, մարտի 1-ի գործով այդքան չարչրկված եւ շահարկված գործով Բայց եկավ եւ Արթուր Դավթյանը ամենալավն էր ծառայում Նիկոլ Փաշինյանին, ունենալով նման անցյալ։ Հիմա ինձ թվում է Աննա Վարդապետյանը շատ հարմար է լինելու եկող իշխանություններին։ Ես նման կարծիք չունեմ, բացարձակապես չեմ կիսում այդ կարծիքը, չնայած այստեղ մի բայց կա, հաշվի առնելով թե ովքեր են գալու իշխանը, դրա համար եթե ստացվի այնպես, որ մեր քաղաքական ուժը ստանձնի հիմնական պատասխանատվության իշխանություն, ես ուղղակի նույնիսկ ծիծաղելա քննարկել, այսինքն Աննա Վարդապետյանը կամ նման գործառույթներ իրականացված մարդիկ պատասխանատվության կենթարկվեն, թե ոչ, իհարկե կենթարկվեն։ Այսինքն եթե ձեր հարցադրումը դա էր բնականաբար հաջորդ իշխանությունը, եթե լինի հիմնական պատասխանատվությունը մեր քաղաքական ուժին, բնականաբար այդ պատասխանատվությունները լինելու են անխոս։ Դե թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ՀԿ-ից ժառանգություն ստացած դատախազին պահել եւ միջև վերջել, այսպես տարբեր քրեական գործերի համար կներեք բառից համար օգտագործել, դա հետո կարծում եմ པարզ կլինի։ Տիկին Գրիգորյան, ձեր արածը ձեր դուրն եկավ այն իմաստով, որ գնում եք խորհրդարան, տալիս եք
ծանր հարցեր, այդ մարդը հոգեկան ցնցումների մեջ է ընկնում եւ բան դատվում է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը։ Հիմա արդյոք պետք էր, որտեվ հաճախ հասարակության շրջանում քննարկում են, համպես պետք է Նիկոլ Փաշինյանին հարց տալ, թե ոչ, ձեր խմբակցությունը հիմնավորում է, ինչքանով որ ես եմ հասկացել, որ ձեր տված հարցերով ստիպում եք իշխանությանը այսպես իրենց կոմֆորտ զոնայից դուրս գալ, հաճախ բացահայտումներ են իրականում տեղի ունենում, որտեվ այդ պահին չի կարողանում իրեն վերահսկել, բայց մյուս կողմից նոր քրեական գործեր ձեր խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Արդյոք սա պետք էր։ Սենց մի տեսակ մեղադրական հնչեց, ես ինձ ված գացի, բայց Պարոն Օհանյանն ու պարոն Մինասյանը թող իմանան, թե ում պատճառով են նստելու։ բայց հասկանալի է, որ ամեն դեպքում բոլորի նկատմամբ այսպես մանրադիտակով քննություն է իրականացվում, վերջերս օրինակ հրապարակում եղավ նաև մեր խմբակցության նաև կանանց վերաբերող, որ ինչ-որ ձեր Ագնես Թախամյանի, եւ Քրիստինե Վարդանյանի, որ այսպես փորձում են գործեր կարել, այսինքն իրան ինչ-որ մի բան ասես, չասես, միևնույնն է այդ բաները գործերը կարվում են, այսինքն քաղաքական բոլոր ընդդիմախոսներին ուղղակի փորձում է ոչնչացնել, այլ բանը, որ այդ ժամանակ պորտկաց, թե չէ, այն ինչ որ ինքը ասում էր, ակնհայտ է, որ ինքը որպես փաստացի դե ֆակտո երկրի ղեկավար պետքա ծանոթ չլիներ առանձին գործի մանրամասնություններին, բայց ինքը փաստացի դրա մասին գիտեր եւ հետեւաբար եթե այդ գործը հրապարակային չի դարձել։ հրապարակային չէր դարձել, ինքը գիտեր այդ փաստի մասին եւ հետեւաբար ցուցումը տվեց, որ արագացրեք, խիկ միջև հիմա քնած, որ ստեղ էլ մարդիկ ինձ հարցեր տան։ Բայց առհասարակ այդ բանի մարտավարական մեր խնդիրը Նիկոլ Փաշինյանին հարց տալու չտալու չափազանց շատ է շահարկվում, բայց ես կարծում եմ ցանկացած միջավայր, որտեղ դու դիմադրություն ցույց տալու հնարավորություն ունես, դա պետք է անել եւ ոչ թե խուսափել, հեռանալ, ես չգիտեմ թե ինչ են շահում են մարդիկ, ովքեր կարծում են, որ հարց չտալը եւ նրան այդ վիճակում չտեսնելը օգուտ է, նկատում եմ ում է օգուտ։ Լավ, Նիկոլ Փաշինյանը իր համար հանգիստ գալիս է ազգային ժողով, իր գործընկերների հետ հարց ու պատասխանի մասնակցում է, գնում է։ Դրանով ինչ ենք շահում։ Ես կարծում եմ, որ ցանկացած միջավայր, որտեղ դիմադրություն կարելի է ցուցաբերել, որտեղ կարելի է պատռել նրա դիմակը, դա պետք է արվի։ Ես ուզում եմ հիշեցնել օրինակ հարց ու պատասխաններից մի դրվագ, որը կարծում եմ հետագայում անկյունաքարային նաև նշանակություն է ունենալու Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեղքերի մեջ։ Մասնավորապես իմ հարցերից մեկում ես ասում եմ, ով է տվել հրամանը դեկտեմբերի 17-ին զորքերի հետ քաշման։ Դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետով զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին, իսկ մեր զորքերը կանգնած էին մեր հիմիկվա սահմաններից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա եւ հետեւաբար Սյունիքի անվտանգության գոտի էր ձևավորված։ Եվ դեկտեմբերի 17-ին եղել է հստակ հրաման հետ քաշման, մինչեւ այդ ասում էին բանավոր փոխըմբռնում կար եւ այլն, ես հասա նրան, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այդ հրամանը տվել է ինքը Նիկոլ Փաշինյանը։ Դա հակապետական եւ դավաճանական փաստացի քայլ էր եւ դրա հիմքով նաեւ կազմվել է դատախազություն հայց, բայց բնականաբար հասկանալի է, որ քանի Աննա Վարդապետյանն է, այն ժամանակ չնայած Արտուր Դավթյանն էր, բայց ամեն դեպքում այդ գործը առաջ չգնաց։ Եվ դա անկյունաքարային նաեւ նշանակություն է ունենալու հետագայում նրա ամբողջ պետական դավաճանական այս ամբողջ քրոնիկան բացահայտել։ Համաձայն եմ ձեզ, բայց անգամ առանց ձեր այդ բացահայտման, ինչը պիտի գնահատել իրականում կարևոր բացահայտում էր ձեր հարցադրման շնորհիվ տեղի ունենում, այսպես փողոցային սլենգով ասած Նիկոլ Փաշինյանն արդեն ագրավի սռոք ունի, հա։ Եթե ասենք իրական այդ իր հանցագործությունների նախատեսվող պատիժները գումարվելին, մի 5-600 տարի այդ մարդը պետքա նստի, չնայած մեր քրեական օրենսգիրքը այդքան երկար պատիժ չի նախատեսում եւ մարդն էլ այդքան երկար չի ապրում։ Բայց ինչ է սա տալիս, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծում եմ իմ գնահատմամբ, կարծում եմ այստեղ պետք է համաձայնենք իր ապագայի եւ իր ճակատագրի պահով արդեն իր համար վերջնահաշվարկն արել է, ինքը կամ պիտի գնային ճանապարհով, որ չլինի պետություն, որ իրեն իրավական պատասխանատվության կենթարկի, կամ կհասցնի կփախնի այս երկրից, այսինքն պիտի հեռանա այս երկրից։ Երկու դեպքում էլ արդեն էական չի, թե ինչքան քրեական գործ կհարուցվի իր նկատմամբ։ Եվ մարդիկ ավելի շատ այսպիսի հարց են տալիս, չդնելով դրա մեջ մեղադրական տոն, հա, որ պետք է անել քայլեր հիմա Նիկոլ Փաշինյանից ազատվելու, ոչ թե
ապագայում իրեն դատելու կամ չգիտեմ պատասխանատվության ենթարկելու։ Դե ակնհայտ է, որ նրան պատասխանատվության ենթարկելու եւ արդարադատություն իրականացնելու համար նախ ինքը պետք է հեռանա, այսինքն մեկը մեկին հաջորդող գործընթաց է, պետք է սկզբում հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ հետո իրականացնել բացառապես արդարադատություն։ Հիմա եթե դա բաներ կապվում էր նախորդ հարցադրման հետ, որքանով են օգնում մեր հարց ու պատասխանները, ես կարծում եմ այդ հարց ու պատասխանները ուղղակի քաղաքացիներին, ավելի լայն զանգվածներին որոշակի բաներ ցույց տալու համար են արվում։ Օրինակ, եթե շատ շատերը կարծում են, որ հա Նիկոլ Փաշինյանը պետական քաղաքականություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն տապալել է, բայց դա այդքան էլ իր մեղքը չի, որովհետև Ռուսաստանը, չգիտեմ, չար ուժերը, մասոնները եւ այլն այդ ամեն ինչը կանխորոշել են, բայց գոնե ինքը տենց բանի խեղճի հայացք ունի, ինքը կոռուպցիոներ չի, ինքը չի ուտում, չի թալանում, բայց նաև այդ հարց ու պատասխաններով բարձ քաղաքացիները շատ հանգիստ կարող են տեսնել, թե ոնց են իրականացվում այսօրվա իշխանությունները թալան։ Եվ այդ հարց ու պատասխաններով նաև այդ դրվագներն են առանձնացվում։ Այսինքն բոլոր ֆրոնտերով պետք է այդ տեղեկատվական ճիշտ ինֆորմացիան հասցվի մեր ժողովրդին, որ այս մարդիկ ոչ միայն պետական դավաճաններն են, այլ նաև մեր բյուջեն են ուտում եւ տարբեր միջոցներ են այսպես գրպանում հետագայում իրենց հանգիստ կյանքն ապահովելու համար։ Այսինքն այդ ամեն ինչը պետք է շատ հստակ ցույց տրվի։ Անում ենք դա մաքսիմալ ձևով, կարծում կարելի ավելի լավ անել, կարենք ավելի արդյունավետ, ավելի համակարգված դա անել։ Հիմա բայց թիրախավորվել նրա համար, որ դա անում ենք, ես կարծում եմ դա այդքան օբյեկտիվ չէ։ Հիմա մեր հյուրերից մեկը առաջարկան, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես ձեր հարցերից է ցնցումների մեջ ընկնում, այսպես կորսնական առաջարկ է արել հաջորդ կարորիային գնալ բժշկական խալաթով, ասում են հոգեկան խնդիրներ ունեցողները բժշկական խալաթ տեսնելիս ագրեսիվ չեն դառնում։ Գուցե դա օգնի, որ բովանդակային քննարկումը առաջ գնա։ Ընդունում եք առաջարկը, ես խոստացել եմ, որ այդ առաջարկը կհնչեցնեմ։ Իրականում, բայց եթե գանք հետեւյալը ես կուզենայի ասել, որ այդ վերջի հատկապես հարց ու պատասխանի հետո, չնայած դրանից առաջ էլ հիշում եք մի անգամ էլ հարցից հետո էլի ցնցումներ եւ այլն, ինձ էլ չգիտեմ ասում էր դոպինգ եք օգտագործել, չգիտեմ ինչ, ես էլ իրան ասացի, որ դեղերի կարծիք կարծես թե միայն դուք ունեք, բայց եթե գործնական փուլ տանենք եւ օրենսդրական ճանապարհով փորձենք հարցին կարգավորում տալ, մենք հիմա աշխատում ենք մի նախագծի վրա եւ շուտով շրջանառության մեջ կդնենք, որով պետք է ամրագրվի, որ երկրի ղեկավարը, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ քաղաքական պատասխանատվություն, այսինքն հստակ պաշտոններ ստանալուց առաջ պետք է որոշակի զննություն, քննություն անցնել, այսինքն որով եւ կհաստատվի նրանց հոգեկան առողջ լինելու հանգամանքը։ Այսինքն սա որպես օրենսդրական նախաձեռնություն մենք պատրաստվում ենք առաջիկայում շրջանառության մեջ դնել։ Մարդը պետք է գժի թուղթ չունենա, եթե ուզում է կարևոր պաշտոն զբաղեցնել։ Այո, դժվար էր պատկերացնել, որ դրան կհասնի, բայց հիմա փաստացի բոլոր սիմպտոմները տեսնում ենք եւ տարբեր մասնագետներ էլ, ես մասնագետ չեմ, բայց հղում կատարելով տարբեր մասնագետների, իրենք ասում են, որ առերևույթ նման սիմպտոմատիկա կա եւ հետեւաբար դրան պետք է օրենսդրական կարգավորում տալ։ Տեսեք, իշխանությունները այս մարդու գլխավորությամբ հնարավոր բոլոր սահմաններն անցնում են, այսինքն կաթողիկոսի նկատմամբ դուք տեսնում եք ինչ տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում, ես չեմ մտնում քննարկման մեջ կաթողիկոսը զավակ ունի, չունի կամ կներեք արտադրությունը ինչ որ հոգեորական քերակնոջ հետ հարաբեր, սրանք ես կարծում հիմնական հորինված պատմություններ Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ սեռական բարոյականության վարքագծի սահմաններում, որտեղ նույնքան սուտ են, որքան մյուս բոլորի մասին տարածվող կեղծիքը, բայց սա մի վտանգավոր բան է բացում։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ուղերձ է հղում նաև քաղաքական դաշտին, որ այ եթե դուք ինձ քննադատեք կամ ես համարեմ, որ դուք ինձ համար վտանգավոր եք, ես ձեր մասին կեղծ կամ իրական, այսպես անձնական բնույթի պատմություններ կտարածեմ։ Իհարկե, բնական է բարոյական կյանքով ապրող մարդ կարող է չանհանգստանա, որտեվ իրական պատմություն չի կարող իր մասին, բայց այս մարդը ցույց է տալու, որ կեղծիք էլ կարող է տարածել։ Հիմա ինչքան է իջացնում սա քաղաքական քննարկումների մակարդակը, որովհետեվ ես կարծում եմ սրանից ներքև այլևս անհնար է իջնել, եթե իհարկե դեռ կարող Նիկոլ Փաշինյանը ապացուցելի իջնել ուտեղ կա։ Եվ արդյոք սրանից հետո, այս իրենց քայլերից հետո ընդհանրապես իմաստ ունի խոսել բովանդակային քաղաքական քննարկումների, չգիտեմ, հարցապնդումների, իրենց պատասխանների մասին։
Դե սա իրական քաղաքական քննարկումներ չեն, սրանք լրիվ այլ կատեգորիաներ են, բամբասանքների հիման վրա մեղադրանքներ են, արշավներ են եւ այլն եւ այլն։ Այն ինչ կատարում է եկեղեցու նկատմամբ մի քիչ ավելի այլ ենթաշերտեր ունի եւ արտաքին գործոններով պայմանավորված եւ նաեւ ներքին վերջին այսպես հակազդեցության օջախների, այսինքն մեր ազգային իմունիտետը ոչնչացնելուն միտված քայլերն, այսինքն եկեղեցու մասին եթե առանձին անդրադարձ կատարենք, այնտեղ բոլոր ենթաշերտերը կարող ենք բացել։ Բայց ակնհայտ է, որ հատկապես վերջին ժամանակահատվածում մի մարտավարություն է որդեգրվել այս իշխանությունների կողմից, որ ցանկացած մեկան նույնիսկ էական էլ չի ով է խոսում, այդ մարդուն պետք է տեղում լռեցնել, նրան թիրախավորելով, ամենավերջին բառերն ասելով։ Ես կարծում եմ, իրենք այս մարտավարությունն են ընտրել, լինի դա падգամավոր, լինի դա լրագրող, լինի դա սովորական քաղաքացի։ Ես վերջերս ուղղակի ապշել էի մի դրվագով, մի քաղաքացու հարցնում են Աննա Հակոբյանի վերջին գրառումների մասին եւ վերջինս ոչ այնքան հաճելի ձևակերպումներ է տալիս մեղմացած։ Մենք էինք այդ հարցումն իրականացել, Հա, գնացել ես այդ պապիկին չէի գտել էին եւ ստիպել էին Հա, ներողություն։ այդ բավականին տարեց մարդը հետագայում խոսնակ լրատվականով, որը նրանց հետ փոխկապակցված կայք է, հրապարակում է գնում այդ նույն մարդու, ով ասում է, որ ինքը ներողություն է խնդրում, ցավում է, որ նման բաներ է ասել, բայց չի մոռանում հատուկ նշել, որ իրեն որևէ մեկը չի ստիպել դա անել։ Դա գրեթե այն նույն պատմությունն է, որ եղավ այսպես մի տիկնոջ հետ Ախուրյանցի անու ավելի շատ հայտ որպես հայտնի։ Սկզբում մի բան է ասում, հետո այլ բան է անում, այսինքն այս իշխանությունն իսկապես շատ հստակ գիտակցելով, որ խայտառակ վարկանիշ ունեն, գահավիժած վարկանիշ ունեն, փորձում են լռեցնել ցանկացած ընդդիմադիր խոսք, լինի դա լրագրողի, падգամավորի, կաթողիկոսի, չգիտեմ, իրենց նույնիսկ падգամավորներից ոմանց հետ կապված տեսակ որ խնդիրներ եղան Հովիկ Աղազարյան SMS-ը չկատարել, SMS-ի հանձնարարականը չկատարելու արդյունքում ուղղակի նրան հանեցին կուսակցությունից եւ Ես եթե խմբակցությունից դուք տակ մի աբսուրդային բան կընթերցեմ, ոչ միայն Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյանը հիշում եք իր թիկնապաներով քաղաքացի կնոջ էր ման գալիս, որի մասին կարծիք էր հայտարարել։ Ուրեմն վերջերս մի քաղաքացի հրապարակել էր բան զանգ Նիկոլ Փաշինյանից WhatsApp-ով, հա, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինքը ենթադրաբար Նիկոլի մասին ինչ-որ գրառում է արել, Նիկոլ Փաշինյանը զանգարում է մարդը չի վերցնում եւ ուղարկում է նամակ. Գրիգորյան Արման, պատրաստվեք դեպի քննչական գլխավոր վարչություն։ Ասեք ես էլ չգիտեմ սա ինչ մակարդակ է, անկեղծ եմ ասում։ Ես սա գիտեք ես կարծում Աֆրիկյան ամենա 5-րդ կարգի պետությունում sense բան չի կարող լինել։ Չէ, սա գնում է անհատական պետական պաշտոն է զբաղվում, ինչ որ ինքը իրեն չի դնում ավելի ներքև, էլ ասում, ինչ որ կարգավիճակից բանի, այս մարդը որևէ սահման չունի, ես չգիտեմ արդեն։ Գուցե իրականում որտեղ այս արվածը ասեք շարքային քաղաքացի էր այդ Արման Գրիգորյան Արման ասված քաղաքացին մեծ լսարան չուներ, ես ուսումնասիրել եմ էջ եւ մեծ լսարան չուներ, այնպես չէր որ իր գրառումը, չգիտեմ, 100,000-ավոր դիտումներ էր հավաքել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը նշված էր վրան։ Ես օրինակ այդ դրվագին ծանոթ չէի, բայց նույնիսկ չզարմացա էլ։ Հիշում եք քարոզարշավի ժամանակ Չէ, բայց սա արդեն խոսում է երևի թե իրականում հոգեկան վիճակը լավ չի։ Ելնելով այն վիճակից, որ հասարակության վստահությունը կորցրել է, դա ընդգծված փաստ է, որ իսկապես Իրան նյարդերը չեն դիմանում, պատահական չէր, որ օրինակ լինում է ազգային ժողովում ինքը ասենց դիտավորյալ բան է անում, ասենց ինչ որ պորտկումային դրսևորումներ։ ոնց որ դայրագրություն իրեն գժի տեղ է դնում։ Հա, իսկապես երբեմն այդպես է լինում, օրինակ վերջին անգամ այդ հայտնի պատմությունը, որ եղավ, ինքը սկսեց խոսել եւ այլն։ Այդ ժամանակ ակնհայտ երևում էր, որ իր հոգեկան այդ լարվածությունը ուղղակի պիկին է հասցված, ու ինքը նույնիսկ այդտեղ նախադասություններ ասաց, որ ստեղս եք հասցրել, ներվերս ուտում եք եւ այլն, պատկերացնում եք երկրի թիվ 1 պաշտոնյանը, ու իրան ներվերը ուտում են ուղղակի հարց տալով։ Ոչ մի հատուկ բան չանելով, ասում է ստեղս եք հասցրել, ու իսկապես այդպիսի տպավորությունն է, որ ինքը արթնանում է, մի հատ ստատուս պարտադիր պետքա գրի մեկին թիրախավորելով, վերջին ժամանակահատվածում կաթողիկոսներն են, երբեմն լինում են նախկին նախագահները, հետո այդ ստատուսի տակի կոմենտներին պարտադիր պետքա պատասխանի էլի թիրախավորելով սովորական քաղաքացիներին։ Այսինքն իրենց ընդհանուր մարտավարությունն է փորձել լռեցնել բոլորին։ Եկեք ընդունենք, որ մի մասի մոտ սա չի աշխատում, պատկերացրեք ինչքան էլ մեզ
թիրախավոր են, հասկանալի է, որ մենք այդ իմունիտետը ունենք, մենք գիտակցում ենք ինչ ենք անում եւ շարունակելու ենք անել։ Բայց բազմաթիվ մարդկանց համար էլ դա զսպող հանգամանք է լինել, ասում են դե լավ, Նիկոլի ուշադրության առաջ ուշադրությանը արժանանալը կարա հղի լինի նաեւ իրավական հետևանքներով, վենդետաներով։ Քաղաքացին կարծիք է գրում Նիկոլի մասին առանց վիրավորանքը, մեկ էլ ստանում է WhatsApp-ով հաղորդակցություն Գրիգորյան Արման, պատրաստվեք դեպի քննչական գլխավոր վարչություն, ասենք, բարձա, չէ՞, քաղաքացին Որ խնդրեմ ինձ հետո դա ուղարկեք էլի, ես անպայման այդ դեպքը հատուկ ուսումնասիրության առիթ դարձնելու, որովհետև սա ուղղակի խայտարակություն է։ Ես օրինակ երբեմն պրոյեկտում եմ ինձ, նա հասկանալի է, չէ՞, թիվ 1 պաշտոնյան է, ես падգամավոր եմ, ես ուղղակի չեմ պատկերացնում մեկը ինձ փողոցում, չնայած նման դեպք չի, բայց փողոցում կամ այլ տիրույթում Facebook սոցիալական ցանցերում եւ այլն ինձ ինչ որ մի բան ասի, նույնիսկ վատ, բայց ես մտածեմ այդ մարդու հետևից գնամ, իր ասեմ մի հատ ներողություն խնդրի, մի հատ թիրախավորեմ, սա ուղղակի աբսուրդ է, ոչ մի բանականության, ոչ մի տրամաբանության էլ չեմ ասում ժողովրդավարություն եւ այլն, այդ ամեն ինչ ուղղակի աբսուրդ է, չի տեղավորվում։ Բայց հասկանալի է իրանց մարտավարությունը բացատրեցինք, որ մաքսիմալ փորձում է զսպել մարդկանց քննադատական խոսքից, այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որը բերում է բևեռացվածության, ինքը կոնսոլիդացիա է իրականացում իր հիմնական ընտրազանգվածի եւ այնպիսի տպավորություն է ստեղծում մարդկանց մեծամասնության մոտ, ովքեր նաեւ շատ չեն վստահություն չունեն հիմիկվա քաղաքական ուժերի նկատմամբ, որ պետք չի մտնել քաղաքական process-ների մեջ։ Այդ հիմնական մասը մեր ժողովրդի, որ այսօր այո չի հավատում որևէ քաղաքական ուժի, նաեւ տեսնելով այս խոսույթը, նաեւ տեսնելով ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենք, եթե մտնեն որևէ քաղաքացիական նույնիսկ դիրքորոշում հայտնեն, ուղղակի հետ են կանգնում։ Դա այնա ինչ որ ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, դուք ձեր վրա օրինակ բերեցիք, իհարկե դժվար է պատկերացնել, որ դուք կամ ձեր խմբակցության որևէ ներկայացուցիչ նման վարկագիծ կունենա, անհնար է պատկերացնել, բայց գիտեք նաև ինչն է աբսուրդային, որ կինն է մտել իր կինը մտել է այս քննարկումների մեջ եւ քննարկումների մակարդակը իջեցրել, ես կարծում մի քիչ էլ որ իջնեն նավթ կարող են գտնել իրենց ընտանիքում, բայց խոսել անհասցե ինչ-որ մանկապիղծ հոգեվորականների մասին։ Ինձ համար ամենածիծաղելին իմ մասին գրառումներ, որտեղ ձերը շեդևր է։ Ես եւ երրորդ նախագահություն հոգեվորականներ, ասել ինչ-որ ռոմանտիկ հարաբերություններ ունենք, բայց սա իրապես խոսում է, որ այս մարդիկ չեն վախենում հատակից, որտեղ լավ ինչքան էլ քննադատաբար վերաբերվենք Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, դժվար է պատկերացնել, որ այդ մարդիկ տենց ընտանիքի անդամ կարող են ունենալ։ Բայց սա մյուս կողմից նավ մոդել է, չէ, հասարակության համար։ Իրանք ասում են, որ սա նորմալ է։ Հենց այսպիսի ընտանիքի մոդելն է նորմալ, այսպիսի ընտանիքի մոդելը կարող է հասնել իշխանության։ Եվ ես նկատում եմ ցավոք սրտի, որ Աննա Հակոբյանի նաև վարկագիծը վարակիչ է, որովհետև տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայոյախառն գրառում է անում, եւ այդ գրառումը կիսվում են բազմաթիվ կանայք, այդ թվում մանկավարժներ, ասենք կոնսերվատորիա ինչ որ մանկավարժ, անունը էսպայն մոռացա, Կոջյանի անվան այդ քոլեջի տնօրենը, հա։ Եվ սա խոսում է, որ նաև այո, հասարակությունը կրկնօրինակում, ու այն շերտը, որ ազդեցության տականում, կրկնօրինակում է եւ ես վախենամ, որ մենք այնպիսի իրավիճակ ենք ստանալու անգամ իրենց հեռանալուց հետո, որ շատ ծանր աշխատանք պիտի տանել հասարակության հետ, որ մենք վերադառնանք ինչ որ բարոյական նորմեր, ինչ որ կարմիր գծեր վերականգնեն վերջապես։ Շատ ճիշտ բան եք ասում, որովհետև այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտ ընդհանուր միջավայրը ես կարծում եմ ոչ պակաս մարտահրավեր է, որքան օրինակ արտաքին անվտանգային մարտահրավերները, որովհետև այս միջավայրում, այսքան պառակտվածությամբ, այսքան միմյանց նկատմամբ ատելությամբ ես չեմ հիշում, որ մեր հասարակությունը երբևէ լիներ։ Օրինակ նախորդ իշխանության ժամանակ էր շատ քննադատաբար են բոլորն էլ վերաբերվել գործող իշխանություններին, այո կարող էին չսիրել, նույնիսկ ատել, եթե նման կատեգորիա կա իշխանությունների նկատմամբ, բայց այլ քաղաքացիների նկատմամբ այդ դա չէր տարածում, այսինքն կոնկրետ քաղաքական գործիչների նկատմամբ դա կարող էր լինել, բայց հիմա հասարակության բոլոր շերտերին այդ ատելությունը փոխանցվում է, սա ուղղակի խայտառակություն է, իսկ կանանց չի ուզենա տենց առանձին շերտ առանձնացնել, ես հասկանում եմ ենթատեքստը դուք ինչին եք տանում, հատկապես կանանց մասով, բայց այդ մթնոլորտը ամենուր է կա, եւ գիտեք, անկեղծ եկեք անկեղծենք, ինչի չառանձնացնենք, հիմա ախր կանայք ունեն կոնկրետ դերակատարում մեր հասարակության մեջ, այսինքն նրանք դաստիարակում են երեխաներ, այսինքն ընտանիքում հիմնականում դաստիարակությունը գալիս է
կնոջից, չէ։ Հիմա մեր ընտանեկան մոդելը այդպեսին է։ Դե հիմա ես էլ կարող եմ այլ ուղղությամբ գնալ ասեմ այդ նույն տղամարդիկ էլ որ գրում են առավոտից իրիկուն դիվանի նստած ոչ մի բան չեն անում մենակ կոմենտ են գնում, այդ էլ ճիշտ Դե հա, իհարկե, Ես չէի չէ։ ուզում այս սեռային տարբերակվածություն, դուք ճիշտ եք ասում են։ Այո, ես բնականաբար ընդունում եմ դուք ինչ եք ասում, հասկանում եմ այդ ենթատեքստը հարցադրման, բայց կարծում եմ մի տեսակ ես դեռ միջևերջ չեմ հասկանում, այդ շերտը նոր է ձևավորվում, թե այդ շերտը կար հիմա հանրային այսպես դրսևորվելու հնարավորություն է ունեցել, որովհետև դա այդ շերտը միշտ էլ կարող է լինի, մեր երկիրը բացառություն չի, բոլոր երկրներում էլ բնականաբար ոչ մեկ իշխանության չի եղել այդ ամբողջ խնդիրը նա է, որ հիմա խրախուսվում է այդպես, ասենք, նորմալ է դա դարձել, երբ որ ամենաբարձր մակարդակով նման բառապաշար է հնչում, երբ որ ազգային ժողովի ամբիոնից է նման բառապաշար հնչում, թիվ 1 գործող անձանցից է նման բառապաշար հնչում։ Հասկանում եք, մի բան էր, չնայած դա էլ խայտարական ընդունել էր, օրինակ Վարդան Ղուկասյանը, երբ որ օվկիանոսից այն կողմ նստած խոսում էր, բայց դա հասկանում ես, մի մարդը բլոգեր է, իր ոչն է, հիմա դու կարող ես ուղղակի չլսել, բայց այս դեպքում քո երկրի համար որոշում կայացնողներն են, մթնոլորտ թելադրողներն են նման վարքագիծ դրսևորում, ինչը իհարկե շատ անընդունել է, դուք ճիշտ եք ասում, հաջորդ իշխանությունները ոչ միայն խնդիր են ունենալու արտաքին մարտահրավերների դեմն առնելու, անվտանգության խնդիրները լուծելու, այլև ուղղակի բարոյալքման մթնոլորտը չեզոքացնելու։ Լավ, Ալեն Սիմոնյանը հայտարարեց հունիսի 7-ին, որ 1 տարի հետո այդ օրը տեղի կունենան ընտրությունները, նախ իհարկե անհասկանալի է ինչու է ինքը։ Հարի քիչ կապ ունի, որ նման բան է հայտարարում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինչն է ինքը։ Ես նպատակ իհարկե չհասկացա, բայց այնուամենայնիվ արձանագրում եմ, որ այո, 1 տարի է մնացել ընտրություններին եւ բոլոր քաղաքական միավորները պատրաստվում են դրան եւ կա այսպիսի քննարկում նորից ես կարծում եմ ինչ որ իմաստով դա կեղծ է իհարկե արդյոք արժի գնալ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության թե ոչ եւ երկրորդը ինչպես գնալ ընտրության երկու հարցեր արժի Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրություն ու ենթադրում արդեն պատասխանը երևի թե արժի եւ ես կարծում եմ քաղաքական միավորը եթե ընտրության չի մասնակցում ինչի չի դառնում բարի խմբակ որտեղ բարի խմբակները պարտավորված չեն ընտրությունների մասնակցել Մյուս կողմից ինչպիսի դասավորվածությամբ կլինի ընտրության մասնակցությունը։ Դե արժե բառը ես չգիտեմ որքանով է տեղի այս կոնտեքստում օգտագործել։ Իհարկե շատ լավ կլինի, եթե հնարավորություն լիներ մինչև այդ ընտրությունների օրը իշխանությունը փոխել, ժամանակավոր կառավարություն ձևավորվեր եւ նոր ուժի մթնոլորտում գնային ընտրություններ։ Իհարկե դա իդեալական տարբերակ կլիներ։ Բայց եթե այս մարդը լինելու է շարունակել է լինել իր պաշտոնին, ինքն է լինելու փաստացի պաշտոնյան, այդ դեպքում էլ հասկանում եք քաղաքական ուժերը իսկապես բարի խմբակներ չեն, ոչ էլ Կարոձևի խմբակներ են։ Իրենք քաղաքական ուժեր են, որոնք պետքա պատրաստ լինեն ցանկացած տրամաբանությամբ կռիվ տալու նաև ընտրական process-ների դեպքում։ Ես հասկանում եմ այն բոլոր հակազդումները կամ ընդդիմախոսներին, ովքեր որ ասում են, որ բա գիտեք Նիկոլ Փաշինյանը փորձելու է կեղծել, ռեպրեսիաներ եւ այլն, բա ամեն ինչ փորձելու անի։ Բայց դրա համար դու պետքա բացառիկ այսպես հակազդեցության մթնոլորտ ձևավորես, դու պետքա շատ ավելի պատրաստ լինես։ Հիմա ես Իսկ ով ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարը չի փորձել։ Բա ընդհակառակը դա շատ ավելի խնդրահարույց հարց է։ Մենք տեսել ենք, չէ՞, հունիսի 12-ին Զարյա 3 անթույլատրելի միջոցի օգտագործումը, որը հետին թվով օրինականացրեցին, որ կարելի էր օգտագործել։ Մարտը ես հիշում եմ հունիսի 12-ին ազգային ժողովի նիստեր դրսում մարդիկ հավաքված, այդ օրը օգտագործվեց Զարյա 3-ը եւ մարդկանց բազմաթիվ մարդկանց վնաս հասցվեց, ինքը ուղիղ ազգային ժողովի ամբիոնին կանգնած ասաց, որ ինքը խրախուսում է ոստիկաններին իրականացնել իրենց պարտքը եւ ուղիղ երաշխիքներ տվեց ոստիկաններին, որ ցանկացած ձեր գործողություն արդարացված է, եթե դուք ցրելու եք այս ցույցը եւ իմ իշխանությունն եք պահելու։ Բառացիորեն այդպես խոսում էր, էլի։ Այսինքն խոսել նրա մասին, որ կարելի է փողոցով շատ ավելի հավանական է, քան ընտրությամբ, ես ուղղակի հակված չեմ այդպես կարծելու։ Գիտեք, երկու տարբերակում էլ հեշտ չի, եկեք սա արձանագրենք։ Երկու տարբերակում էլ հեշտ չի։ Հիմա կա ֆիքսված, այսպես ասած, deadline իշխանապողություն իրականացնելու համար, մաքսիմալ ուժերի կուտակում պետք է անել։ Եթե քո ուժերի կուտակման X փուլում հասկանում ես, որ քո ուժերն այնքան են, ու նաև ստեղծված է այնպիսի պայման, որ կարա պորտկում առաջացնի հանգեցնի իշխանապողության, դու այդ բանը պետք է անես։ Եթե դու տեսնում ես, որ քո ուժերի կուտակումը, ինչպես նաև միջավայրը այնպիսին չի, որ դա արդյունք տա, չպետք է ուղղակի զրոյացնել քո ուժերի կուտակումը եւ հասկանալ, որ ունես process։ Եվ հետո ես որպես քաղաքացի եմ նայում իրավիճակին։ Ինձ համար հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության բերելը, հաշվի առնելով այս ընթացքում, երբ հասարակական ակտիվություն է լինում, ինչպես են տարբեր խմբեր փորձում
ներողություն ես բարավան, այդ արանք ճխտել ինչ որ տեխնացուների, որոնք վստահություն չեն ներշնչում։ Այդ առումով ես կարծում ընտրությունը շատ ավելի կարևոր է, որpիսի քաղաքական process-ներին մասնակցեն մարդիկ, ով ոչ թե մարդիկ, ում համար բան ռեյտինգներ են նկարել, այսինքն լրատվականները, այլ իրական հանրային աջակցություն ունեցող մարդիկ եւ քաղաքական process-ը անմեկ իր տոկոսով փորձի մասնակցել այդ գործընթացին, որովհետեւ հակառակ պարագայում ես անկեղծ սկսել եմ վախենալ այդ այսպես կոչված հեղափոխական բանից, որովհետեւ կարելի է այդ պարագայում 7% առավելագույնը վստահություն ունեցող եւ երկրի համար աղետաբեր մտքեր ունեցող մարդու ուղղակի հրամցնել ժողովրդին որպես վարչապետ եւ մենք կարող ենք ունենալ այսպիսի իրավիճակ։ Ավելովս ժողովուրդը գնա հանգիստ մթնոլորտում ընտրի որևէ մեկին կամ տարբեր թիմերի, ինչպես Գյումրիում արեցին, բայց այստեղ քաղաքական հարց է առաջանում, եթե Նիկոլը գնում է ընտրակեղծիքների, արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են հետընտրական զարգացումների, որտեղ ներողություն, այս առումով մարդիկ հիշում են 2021 թվականը եւ օրինակ տարբեր շրջանակներ ասում են, ընտրությունների ժամանակ Փաշինյանը օգտագործել է արցախցիների անձնագրային տվյալները որոշակի մանիպուլյացիաներ անելու հետ կապված, որոշակի թվերի հետ կապված, կարծեմ 200,000-ի հետ կապված, դուք համանդրական դատարան դիմել եք։ Ինչ որ խնդիր կար։ Թվի մասով ես հստակ Բայց ինչ որ խնդիր կար ընտրողների ցուցակների հետ կապված եւ մարդիկ չտեսան պայքար հետընտրական, հիմա մտավախություն կա, որ կարող է գնաք որպես քաղաքական ուժեր, Նիկոլ Փաշինյանը կեղծի ընտրություններ եւ էլի ասեք դե հիմա էսա։ Ես կարծում եմ քաղաքական բոլոր ուժերն էլ պետքա պատրաստ լինեն բոլոր զարգացումներին, պետքա այնպիսի կարողունակություն այս ընթացքում ձևավորեն, որոնք թույլ չեն տա նաև տեղում միջև այդ ընտրակեղծարարություններ իրականացնել։ Գիտեք, տարբեր հիմա մեխանիզմներ են քննարկվում ու խոսքը ոչ թե կաշառք բաժանելու եւ այլնի մասին է, օրինակ շատերը խոսում են պայմանական եմ հիմա ասում, հա, որևէ մեկին թիրախավելու միտում չկա։ Օրինակ Vivarro-ի միջոցով ինչ որ ձայների բան, այսպես մեխանիզմների մասին է խոսքը, որ կարելի Մեր եթերում են մենք վերլուծաբանների հետ խոսել ենք դրա մասին, դա կիրառվող ամենայն հավանականությամբ այս ընտրությանը կկիրառվի։ Դա օրինակ մարդիկ կան, որ նման մտավախություններ ունեն, հիմա օբյեկտիվորեն նման մտավախություն կա։ Հիմա կարելի է նստել ծնկները թակել, վայ, այս ինչ են անելու եւ այլն, կարելի է հասկանալ դրան ոնց է հակազդում։ Պետքա տրամաբանված հակազդեցություններ այդ ծրագիրը ունենալ։ Այո, Նիկոլը գնում է ռեպրեսիաների։ Մենք տեսնում ենք, որ եթե ընտրությունները լինեն նախանշված օրը եւ միջև այդ որևէ բան չփոխվի, պարզ է, որ շատերի նկատմամբ լուրջ ռեպրեսիաներ են իրականացվելու։ Կարծում եմ կլինեն մարդիկ, ովքեր կձերբակալվեն, ովքեր կկալանավորվեն, ում նկատմամբ շատ խիստ այսպես թիրախավորումներ կգնան եւ այլն։ Մարդը ի վերջո այսօր կաթողիկոսի հեռացնելու մասին է ընդհանրապես խոսում։ Պատկերացնում եք կառավարության ղեկավարը կաթողիկոսի 1700 տարվա ինստիտուտի ղեկավարի հեռացման մասին է խոսում։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է, որևէ մեկս ոչ այնքան ռոմանտիկ ենք, որ կարծենք իդեալական ալնելու, չէ, բայց դրա հակազդեցությունը պետքա ստեղծվի։ Ոչ թե պետք է ասենք դե չի լինելու, մեկը Նիկոլը գնալու է, ամեն ինչ անելու է, վերընտրվելու է, մենք դա տեսնում ենք, որ այդ ճանապարհով է գնում։ Հիմա հարցն է, որ դու պետք է համապատասխան քո կարողունակությունները աճացնես, ես կարծում եմ հիմա բոլոր քաղաքական ուժերը այդ տրամաբանությամբ պետք է աշխատեն, յուրաքանչյուրը իր մասով պետք է մաքսիմալը կարողանա ստանա, կարողանա հնարավորինս շատ մարդկանց հետ աշխատի, եթե ընտրություններով են գնում իշխանափոխության հասնելու, պետք է այդ մարդկանց ընտրատեղամաս հասցնել, օրինակ Գյումրու առավելություններից մեկը նաև մարդկանց թվի մեծ մասնակցելիության քանակներ, այսինքն նախկին ընտրություններում շատ ավելի քիչ էին մասնակցելիության տոկոսը քիչ էր, այս դեպքում շատ էր, որի պարագայում բնականաբար ընդդիմությունը առավել լավ դիրքերում հայտնվեց։ Երբ որ օրինակ ինչպես Երևանի պայմաններում էր ընտրությունների մասնակցելիության տոկոսը ցածր է, այստեղ ինչ որ առումով շահում է իշխանությունը։ Հիմա մենք կարծում ենք, որ եթե ընտրություններով է պետք հանգուցալուծման գնալ, ապա պետք է յուրաքանչյուր ուժ մաքսիմալ իր ընտրազանգվածի հետ աշխատի, ամեն ինչ անի, որպեսզի նրան գնան ընտրատեղամաս, ոչ թե հիմիկվայից ասի ընտրությունները ոչ մի բան են եւ այլն, որ հետո դժվար լինի այդ նույն մարդկանց տանել ընտրատեղամաս։ Հիմիկվայից մաքսիմալ պետք է աշխատել մարդկանց հետ, բոլոր ոչ մի տարբերակ չբացառելով, բայց նաև չբացառելով ընտրության հնարավորությունը աշխատել մասնակցելու
այցելության թիվը հնարավորինս բարձր պահել եւ հետագայում նաեւ ինչ որ կոալիցիաներ ձևավորելու ակնկալի։ Կոալիցիաների մասին խոսեցիք, ես հաջորդ հարցումս հարցից մեջ հասարակական տրամադրությունների մասին կխոսեմ, բայց հասարակական տրամադրությունները այնուամենայնիվ ցույց են տալիս, որ որևէ մեկը 50+1 չի ունենալ, եւ Գյումրու իրավիճակն էլ ցույց տվեց, ինչի մասին դուք խոսեցիք։ Բայց Գյումրու իրավիճակը մի ուրիշ հետաքրքիր շերտ բացեց, որքանով որ ես եմ ինֆորմացված, իսկ ես կարծում եմ այդ մասով պակաս չեմ ինֆորմացված, Գյումրիում փորձ էր արվում Վարդան Ղուկասյանին, որ ամենաշատ ձայներն է հավաքել, կանգնեցնել փաստի առաջ, ասել այո դու շատ ձայն ես հավաքել, բայց մենք այսքան ուժով ավելի շատ մանդատներ ունենք, հետեւաբար դու պետք է միանաս մեզ։ Եվ այդ իրավիճակը փոխվեց, երբ հենց ընտրության արդյունքները Հայկական հայտարարվեցին, Մայր Հայաստանը հայտարարեց, որ աջակցում է Վարդան Ղուկասյանին, քաղաքական պատասխանատվություն չստանձնել, ուղղակի արձանագրել, որ ամենաշատ թվերը ինքն է հավաքել։ Եվ սա փոխեց, հետո գիտեք, երկար քննարկումներ մի թիմի մասով եղավ։ Հիմա կա այսպիսի մտավախություն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ելնելով տրամադրություններից, որ այնուամենայնիվ ընդդիմադիր դաշտում կա այսպիսի հիմնական ակնկալիքը, որ ամենաշատ ձայները կարող է հավաքել Ռոբերտ Քոչարյանը կամ Հայաստան դաշինքը։ Կա մտավախություն քաղաքական կոնկրետ շրջանակներում, որ կարող են անցողիկ մի քանի ուժ անել, ասել այո դուք եք ամենաշատը հավաքել, բայց ամենաշատ մանդատները օրինակ էս 2 կամ 3 ուժի մոտ են, ոչ թե պիտի վարչապետ դառնա այսինչ մարդը, այլ մենք ենք տեխնացու առաջադրում այսինչ մարդուն։ Նման իրավիճակների պատրաստվում եք եւ ինչպես պիտի վարվել այդ պարագայում, որտեվ արդարության սկզբունքը խոսում է նրա մասին, որ պիտի աջակցություն ստանա ամենաշատ ձայներ ստացող, ոչ թե ինչ որ ամենաշատ կոալիցիան։ Առհասարակ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց կարծում եմ այստեղ պատրաստվել, չպատրաստվել, մի բանի պետքա պատրաստվել մաքսիմալ մարդկանց վստահության քվե ունենալ։ Դրան պետքա հաստատ պատրաստվել։ Ակնհայտ է, որ որևէ ուժ չունի 50 գումարած 1 ձայնը։ Սկզբունքային առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, բնականաբար ձևավորել կոալիցիա, որը բնականաբար դուրս է մղելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, այսինքն ստրատեգիական քո հիմնական խնդիրը սա է, բայց ես կարծում եմ ինչքան էլ քաղաքականությունը հնարավորության արվեստ է, միևնույն ժամանակ արդարության կոմպոնենտը չի կարելի բացառել, այսինքն քաղաքական ամենանորմալ տրամաբանությունն այն է, որ ամենաշատ հավաքած ուժը պետք է հավակնի ամենամեծ պատասխանատվությունը ստանձնելուն, այսինքն սա նույնիսկ չգիտեմ որքանով է։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, մի քանի ուժը իրար հետ Տիկին Գրիգորյան, որ պիտի քաղաքական դաշտում տարվի աշխատանք եւ հայտարարվեն սկզբունքներ։ Այսինքն ինչ որ սկզբունքներ գոնե ընդդիմադիր ուժերը հայտարարեն։ Ինչպես էլի գանք Գյումրի այդ հայտարարությունը արվեց ընտրություններից առաջ Վարդան Ղուկասյանն էր հայտարարել, որ ինքը պատրաստ է աջակցել նրան, ով ամենաշատ ձայներ է հավաք եւ Մայր Հայաստանը, հետո մյուսները միացան։ Հիմա արդյոք անհրաժեշտություն չկա անդիմադիր դաշտում, որքան էլ հակասություններ լինեն։ Ոնց որ տանել են աշխատանքը, որ ամեն ուժ, որը հավակնություն ունի մասնակցելու, ասում լավ, ես ուզում եմ ամենաշատ ձայները հավաքել, բայց պատրաստ եմ աջակցել նրան, ով հանրության ամենամեծ աջակցությունը կվայելի։ Ես կարծում եմ դա հնդածս հասկանալի կլինի, դե որ հասնենք արդեն նախընտրական փուլի, կարծում եմ այդ զրույցները շատ ավելի շոշափելի կլինեն, շատ ավելի կոնկրետիկայի ժանրից կլինեն։ Հիմա հիմիկվա բանով քննարկել մի տարի հետո ընտրությունների ժամանակ ինչ հայտարարություններ պետք է լինեն։ Ես տեսնում եմ հիմա այնա քաղաքական դաշտում էլ այդ հիմնական տրամադրությունը գնում է, որ այո, պետք է գնալ, հետո միավորվել, բնականաբար ամենատրամաբանականն այն է, որ պետք է միավորվել ամենամեծ վստահության քվե ստանձնած քաղաքական ուժի շուրջ, ինչը տրամաբանական է, ինչը օրինակ տեղի ունեցավ Գյումրիում եւ օրինակ Մարտուն Գրիգորյանը ի վերջո միացավ, որովհետև մեկ խնդիր կար այսինքն ԿՊ-ին հեռացնելու եւ դա ամենատրամաբանական է եւ որքան շուտ միանան, այնքան շատ լավ ավելի քիչ հարվածների տակ են։ Գալով հասարակական տրամադրություններին, մենք իրականացնում ենք հարցումներ եւ ես կարող եմ ասել, հարցումը օբյեկտիվ պատկեր է մեզ տալիս, գրեթե ոչ մի եթե իհարկե Հաչկա Հայոյան։ Ինչ հարցումների մասին է խոսքը։ Քաղաքացիների շրջանում հարցումներ ենք իրականացնում, որտեղ քաղաքացիները ասում են, թե ասենք ում կընտրեին կամ ում կվստահեն երկրի ապագան։ Կա այսպիսի պատկեր, որ չգիտեմ, ինչ որ 10-20% Նիկոլ Փաշինյանին է աջակցում, 20 գուցե ավելի տոկոս Ռոբերտ Քոչարյանին,
բայց մեծամասնությունը չի վստահում որևէ մեկին։ Եվ կարծում եմ այդ մեծամասնությունը ամենակարևոր հատվածն է, որտեղ պիտի քաղաքական ուժերը աշխատեն։ Ինչու չի վստահում, որովհետև հասարակությունը ինչ է լսում, օրինակ դուք Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք կոռուպցիայի, հա, մեջ, պետական միջոցների մսխման մեջ, Նիկոլ Փաշինյանը չի ասում մենք չենք անում դա, ասում է դե դուք եք արել ձեր ժամանակ։ Ну իհարկե ձեզ նկատի չունենալով, այլ ձեր խմբակցությունը։ Եվ հասարակությունը Դա իր մեղքերից ամենափոքրն է, էլի, եկեք հա, հասկացա, բայց հասարակությանը ամենաշատ էս թեման է կուլտիվացվում, հա, թալան, կաշառք, չգիտեմ, փողերի լվացում, պետական միջոցների մսխում, եւ այս իմաստով ուրիշ դրվագել կա, երբ որ ձեր խմբակցությունից ասում են դուք հանձնեցիք Արցախը բան, այդտեղ հակադարձ բա դաշնակցությունը 100 տարի առաջ հանձնեց, չգիտեմ, էս ինչ տարածք է, այսինքն հասարակության մոտ այդ հայտնի անեկդոտի նման է, որ մի կռվեք, երկուստ էլ ճիշտ եք, հա, այս կներեք իհարկե որ համեմատում եմ, բայց այնուամենայնիվ այս հա, այդտեղ ճիշտ բաներ, հա, դուք հայտնի հասարակության ընկալման մեջ եմ ասում։ Եվ այս ընկալումը բերում է նրան, որ մեծամասնությունը ասում է ոչ ոքի, բոլորն էլ դեմ։ Հիմա այդ Ինչպես պետք է մարդկանց աշխատել, որ այդ մարդիկ, որոնք բոլորին դեմ են, հասկանան, որ ասենք ձեր ուժը կամ ընդդիմադիր ուժերը այո ունեն սխալներ եւ այդ սխալները քննադատում, բայց դրանք համեմատելի չեն այս իշխանության արած սխալների ու հանցագործությունների հետ։ Հիմա արձանագրենք, որ մեր բնակչության զգալի հատվածը որևէ քաղաքական ուժի չի վստահում եւ հայտնի այդ խոսույթը կա երրորդ ուժի ձևավորման։ Ես ինչ հիշում եմ, խոսվում է երրորդ ուժի ձևավորման մասին։ Այդ ու Ինչքան երրորդ ուժ ասպարեզ եկավ Նիկոլի հետ կապ ուներ, դրա համար Դե թող ձևավորվի, գիտեք, արհեստականորեն ասել այս մարդն է հիմա երրորդ ուժը դուք գնացեք իր հետևից, այդպես չի լինում։ Հիմա քաղաքական դաշտում էլ, հասարակական քաղաքական շրջանակներում էլ տարբեր մարդկանց անուններ է հնչում, ովքեր կարող են հավակնել երրորդ ուժ լինելու։ Բայց այդ մարդիկ, կներեք, ես չեմ տեսնում, որ ինչ որ մի բան անում են։ Մարդիկ պետք է ինչ որ գործողություն անեն, որով կարող են հավակնել մարդկանց մի խմբի վստահության արժանանալուն։ Հիմա չեն անում դա։ Հիմա ակնհայտ է, որ մենք բնականաբար նաև աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Երկու հիմնական խնդիր ունենք։ Նախ ամրագրել մեր հիմնական ընտրազանգվածը, որը նաև 21 թվականից ձևավորված ընտրազանգված է։ Միգուցե մի փոքր ավելի պակասել է, ես դա չեմ թաքցնի, բնականաբար պետք է վերականգնել այդ ընտրազանգվածը եւ աշխատել նաև այն մարդկանց խոսել այդ մարդկանց հետ, ովքեր դեռ չգիտեն, թե որ ուղղությամբ պետք է գնան կամ տարված են այդ հայտնի խոսույթով, որ երրորդ ուժը պետք է ձևավորվի։ Բնականաբար մենք մեր մասով այդ աշխատանքը տանելու ենք եւ հետագայում պարզ կլինի, թե ինչ արդյունքներ կառցանագրենք, բայց ես տեսնում եմ, որ նաև քաղաքական դաշտում sense սպասողական տրամադրություններ են, որ այս մարդը եթե գա, այն մարդը եթե գա, բայց կներեք, էլի, եթե այսքանից հետո այդ մարդիկ չեն գալիս, չեն խոսում, արդյոք արժեր սպասել այդ մարդկանց։ Մարդիկ ովքեր Արմենիայի ռոստանքերությամբ կոչվում էր ուր է իմ տղամարդը, ես չտեսա այդ բերելու վերջում այդ տղամարդը եկավ, թե չէ։ Հա, դե դրա համար եմ ասում, շատ մարդիկ հիմա ասում են ոչ ձեզ ենք սիրում, ոչ օրինակ ոչ գործող իշխանություններին սպասում ենք, այսպես իսկապես են հայտնի բանի էլի, սպիտակ նժույգի վրա տղամարդուն սպասելու նման չպետք է լինի։ Եթե կա այդ մարդը, եթե կան այդ մարդիկ, արդեն վաղուց կամ գոնե հիմա պետք է դիրքավորում ունենան, պետք է կարողանան իրենց հստակ դիրքորոշումները հնչեցնել։ Մեր գլխով ինչ հասես անցել է, իսկապես ինչ հասես անցել է։ Եվ հաստատ քաղաքական հայտ չի 3 շաբաթը մեկ մի հարցազրույց տալը կամ ամիսը մեկ մի ստատուս գրելը։ Գուցե մտածում են դե դուք եւ իշխանությունը իրար ոչնչացնեք, դաշտը կբացվի ու իրանք կգան։ Դե այդպես չի գա, այդպես չի լինում։ Իսկապես դա կարա աշխատի ինչ որ բանով, բայց միևնույն ժամանակ ես օրինակ շատ բարձ հարցադրումներ կունենամ այդ մարդկանց։ Բա հիմա իսկ ուր էիք մինչև հիմա։ Լավ, հասկացանք, մենք ամբողջ թիրախը պարզա չէ, որ հիմա մենք ենք հատկապես Ռոբերտ Քոչարյանը։ Պարզա, որ տարիներ շարունակ հիմնական թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն ինքը իր վրա վերցրել է այդ ամբողջ բանը հարվածները եւ այլն։ Դե Ալենը ասում է եւ ինչ որ ասում են ամենահարմար ընդդիմությունը դուք եք դրա համար։ Ամենահարմարն է դրա համար այսպես հիստերիկ անում են, էլի, դրա համար չգիտեն թե ինչ անեն։ 18 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ են այս հալածանքներն իրականացում։ Բայց դա էլ իր հերթին այդ մարդկանց, այո, ես ունենալու եմ հարցադրումներ, ես իհարկե ողջունելու եմ, որովհետև մեզ իսկապես պետք են որոշակի նոր ուժեր, որոնք կարող են աշխատել եւ ինչ որ սեգմենտի ներգրավել։ Միևնույն ժամանակ ես անձամբ ունենալու եմ հարցեր։
եւ չի կարելի էլ այսպես Հիմա ես օրինակ իմ ընկալմամբ հատկապես հիմա եկեղեցու նկատմամբ իրականացվողը էլ դրանից ավել էլ ինչ պետքա լինի։ Դրանից ավել էլ ինչ պետքա լինի, որ մարդիկ ովքեր քաղաքական հավակնություն են ունենալու մեր երկիրը ղեկավարելու, հասկանում եք, իրանք հավակնություն չեն ունենում ինչ որ ժեկի պետի, իրանք երկիր ղեկավարելու հավակնություններ պետքա ունենան։ Ու մինչև այսօր բաներ չեն ամ, sense քաղաքական հստակ դիրքավորումներ, նո աշխատանք եւ այլն։ Հետո ժողովրդի այդ աշխատանքը տենց չի, որ մի ամսում աշխատանք հո չեն անում, դրանք շարունակական աշխատանք է։ է։ Գրիգորը մի զգալի առաջնորդների իմաստով կամ իրենց առաջնորդ պատկերացնողների մի մասը շատ նման են մեր սահմանին կանգնող եվրոդիտորդներին։ Իրանք կան, բայց Արձանագրումներ են։ Միայն արձանագրումներ են։ Բայց շատ մեղմ բառապաշարով են արձանագրում, որ ոչ այս կողմը նեղանա, ոչ այն կողմը նեղանա, որտեղ հնարավոր է որ կամ այս կողմի իշխանության գա կամ այն կողմի իշխանության։ Բայց ես նաև իսկապես հիմա ամեն մեկիս մտքով մի անուն կան կարող անցնի եւ այս երրորդ ուժի մասին քննարկումներ են գնում, բայց ես միայն ուզում եմ որ իրենք րոպե առաջ դիրքավորվեն։ Ժողովրդի հետ աշխատանքը նենց չի որ դու մի անգամ գաս մի հատ խոսած կամ մեկ ամսում տարվող աշխատանք չի, դա շարունակական աշխատանք է։ Եվ ես իսկապես ուզում եմ որ այդ մարդիկ որոշակի դիրքավորում ունենան ի վերջո եթե ինչ որ անհանգստություններ ունեն, վախեր ունեն, դրանք բոլորը մի կողմ դնեն, որտեղ այսօր պետականության կորցնելու խնդրի առջև ենք կանգնած։ Մենք մեր արել ենք ու անելու ենք։ Կարող ենք ասել ինչ որտեղ թերացել ենք եւ այլն, դա էլ եմ ընդունում, բայց մենք արել ու շարունակելու ենք անել, մենք մեր այդ դիրքը ոչ մի կերպ հետ չենք կանգնելու ու ընդհակառակ ավել են գնալու, բայց որpիսի իսկապես հասնենք Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության անենք դրանց հեռացնելուն հասնենք, այո, պետք է նաև այլ քաղաքական ուժերի դիրքավորումներ, որոնք ցավոք այս բան ես ավելի շատ տեսնում եմ, որ որոշակի վախեր ունեն, որոշակի հանրային վախեր ունեն, թիրախավոր ստատուսային թիրախավորումներից, որոշակի քրեական գործերից ավարտված, բայց պետք է դուրս գալ այդ վախերից, առերեսվել այս բոլոր վտանգավոր մարտահրավերների Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացվող եւ աշխատել ժողովրդի հետ խոսել մարդկանց հետ։ Դե ով լիներ չվախենար, այս մարդիկ ինչ գիտեն այս իշխանական զույգը ինչ ֆանտազիաներ կբանեցնի, եթե որոշի իրենց թիրախավորել։ Ես այդ դրա համար եմ ասում, ես հասկանում եմ, որ նման վախեր կարող են լինել, բայց ես չեմ հասկանում, որ նման վախեր կարող է ունենալ մարդ, որ հավակնում է երկիր ղեկավարել։ Այդ մարդը նման վախերով չի կարող առաջնորդվել։ Այդ մարդու գործողությունները չեն կարող զսպել նման վախերով։ Պատկերացնում եք, ինքը պիտի Ադրբեջանի մարտահրավերները զսպի։ Ինքը Էրդողանի հետ պիտի խոսա, ինքը Ալիև, Պուտին, Տրամփ եւ այլ այդ մարդկանց հետ պետք է խոսա, ինքը վախենում է առերեսվել Նիկոլին։ Հաստատ։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտեմ զրույցում էի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյան հետ, տեսություն կհանդիպենք։